սպանության վերաբերյալ քննվող քրեական վարույթը պատրաստում են կարճել, որովհետև հանցագործության դեպք չկա։ Սա շատ զարմանալի էր, հատկապես այն առումով, որ 18 օր առաջ 2026 թվականի հունվարի 16-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի Հանրապետության կառավարությանը ուղարկում է համապատասխան նամակ Դուժողի Արթուր Ղազարյանի ընտանիքի անդամների, ծնողների հետ, Տիկին Իրինայի հետ բանակցությունները սկսելու եւ խնդրին բարեկամական լուծում տալու համար։ Անսպասելիորեն Եվրոպական դատարանի այդ նամակից կարճ ժամանակ հետո, օրեր հետո Հայաստանի Հանրապետության իրավապահները որոշում են վարույթը կարճել։ Անկեղծորեն ասած, մի քանի կասկածներ ունենք։ Առաջինը, որ քննիչը, հսկող դատախազը, ընդհանրապես Հայաստանի Հանրապետության կառավարությունը առեն համարում Եվրոպական դատարանի կողմից ներկայացված նամակները կամ արձագանքը։ Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը ընդհանրապես իրավական պետություն կոչվել չի կարող։ Եվ երկրորդը, Հայաստանի Հանրապետության կառավարության միջազգային իրավական հարցերով գրասենյակը ստացել է Եվրոպական դատարանից ուղարկված նամակները, որի մասին չի հայտնել նախաքննական մարմնին կամ դատախազությանը։ Սա էլ նշանակում է, որ վարչապետի աշխատակազմում որոշ մարդիկ առնվազն 18 օր տեղում չեն եղել։ Եվ եթե դա ճիշտ է, ապա այդ որոշ մարդը, պարոն Անդրեսյանը, պետք է եւս մեկ SMS հաղորդագրություն ստանա Նիկոլ Փաշինյանից, եւս մեկ անգամ դառնա գործազուրկ։ Որովհետեւ անտրամաբանական կարող է լինել 18 օր Եվրոպական դատարանից ստանալ նամակ եւ դրա մասին ոչ միայն կոնտակտ կապի դուրս չգալ ծնողի հետ, կանգնած ներկայացնողի հետ, այլ նաեւ տեղակ չպահել գործը քննող քննիչին կամ դատախազին։ Մենք բազմաթիվ անգամ առիթ ունեցել ենք նշելու, որ Արթուր Ղազարյանի գործով քննությունը, որը սկսվել է 2010 թվականի դեկտեմբերին, գնում է սխալուղությամբ, իրական հանցագործությունը կոծկվում թաքնվում է, ենթադրյալ մարդասպաններին կամ սպանության կատարող կամ կազմակերպիչները գտնվում են հովանավորության տակ։ Այն, որ մեր այս պնդումները իրական են, բառացի հաստատել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, երբ բանավոր զեկուցում էր Նիկոլ Փաշինյանին։ Դրան ներկա ենք եղել ես, Տիկին Իրինան, այլ մարդիկ ևս։ Մենք պահպանելով պարկեշտության բոլոր սահմանները չենք ցանկանում նախկինում բարձրաձայնել։ Ավելի քան 3 տարի սպասել ենք, որ գլխավոր դատախազը ևս պարկեշտ կլինի, վարչապետը ևս պարկեշտ կլինի, քննիչներն ու այլ պաշտոնյաներ ևս պարկեշտ կլինեն եւ կբացահայտեն, բայց երբ նրանք որոշեցին գործը փակել, առհամարելով Եվրոպական դատարանում գանգատի առկայության փաստը, ապա այլևս մենք չենք կարող պահպանել այն ջենտլմենական համաձայնությունը, որը ձեռք ենք բերել հենց վարչապետի հետ եւ նաեւ Աննա Վարդապետյանի հետ։ Այն, որ Արթուր Ղազարյանի սպանության գործը այսպիսի վախճան ունեցավ, այդքան էլ անակնկալ չէր, բայց անակնկալը նա էր, որ 2025 թվականի հունիսի 16-ից մինչ 2026 թվականի փետրվարի 3-ը, գրեթե 8 ամիս գործը ստանձնած քննիչը մեկ թուղթ անգամ չի ավելացրել վարույթում։ Գործը ընդունել է պասիվ վիճակում, իդեպ սա դատավարական տերմին չէ, սա դատախազության հորինած նոր տերմինն է, գործը ընդունել է պասիվ, ոչինչ չի ձեռնարկել եւ 8 ամիս հետո մեզ հրավիրում են, ասում են գործը կարճում են։ Գիտեք ինչն է նաեւ զարմանալի, Արթուր Ղազարյանի դեպքը տեղի ունեցել Հադրութում, նրան սպանել են մարտական հերթապահության ժամանակ։ Այդ գործի նկատմամբ դատավարական ղեկավարումը այսօր իրականացնում է Երևանի Կայազորի դատախազը։ Եթե Հայաստանի Հանրապետությունում որևէ իրավաբան կարող է ողջամիտ պատասխան տալ, ինչու է Երևան քաղաքի Կայազորի դատախազը ղեկավարում կամ հսկում այս գործի նախաքննության նկատմամբ, ապա գուցե ինչ-որ բան հասկանալի կդառնա։
բայց քանի որ այդ անձը եւս շահագրգիռ է այս գործը կոչկելու մեջ, այլևս մենք կասկած չունենք։ Արթուր Ղազարյանի գործի կարճման հիմնական հանգամանքը դատաբժշկական փորձագետի եզրակացությունն է։ Առաջանցնելով ասեմ, որ այստեղ եւս դատախազությունը, քննիչը եւ փորձագետները ջանք չեն գործադրել խայտառակելու Հայաստանի Հանրապետությանը, թեև դա զարմանալի չէ։ Դա նրանց ամենօրյա աշխատանքի նպատակն է։ 50-ից ավելի հարցերի վերաբերյալ առնվազն 30-35 հարց փորձագետները չեն պատասխանել։ Երբ մենք Տիկին Իրինայի հետ այդ խնդիրը բարձրացրեցինք քննիչների ու դատախազների առջև, ինչ արեցին։ Հրավիրեցին հանձնաժողովի նախագահին, առնվազն 3 անգամ հարցաքննությունների, նրան հարցաքննեցին տարբեր հարցերի շուրջ, լրացրեցին բաց թերի փորձագետի եզրակացությունը եւ համարեցին խնդիրը լուծված է։ Ընդ որում հատկանշական է, որ հանձնաժողովային փորձաքննության ժամանակ բժիշկներից մեկին հարցաքննում են մյուս մասնագետ բժիշկների իրավասությունների մասին։ Ավելին, հանձնաժողովը գտավ, որ 2013 թվականին Արթուր Ղազարյանի դիակից վերցրած ոչնչացված պրեպարատները հայտնաբերեցին, ճանաչեցին պիտանի, հետազոտեցին եւ դրեցին փորձաքննության հիմքում։ Մենք, որպեսզի ամփոփեմ, ասեմ հետեւյալը. քննիչը մեզ, ինձ եւ Տիկին Իրինային ողջամիտ ժամկետ է տվել։ Այսօր մինչև ժամը 14:00 մենք ունենք 3 օր ստացված 9 հատորները ուսումնասիրելու եւ մեր կարծիքը ասելու։ Մենք այս միջոցով նաեւ ասում ենք մեր կարծիքը։ Քննիչին, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահին Արթուր Պողոսյանին։ Մենք չենք զարմանում ձեր պահվածքի եւ ձեր վարքագծի համար։ Արթուր Ղազարյանի գործը մեկ անգամ փակել են 2011 թվականին, վերաբացվել է։ Փակեք նաեւ դուք, կրկին վերաբացվելու է։ Վերաբացվելու է այն ժամանակ, երբ Հայաստանում իրավապահները ծառայելու են օրենքին եւ քաղաքացուն, ոչ թե մեկ անձին։ Կարող եք փակել, բայց հաջորդ անգամ երբ կվերաբացվի այս գործը, վերաբացվելուց հետո քննության առարկա լինելու է ոչ միայն Արթուր Ղազարյանի սպանությունը, այլ այդ սպանությունը կոծկող անձանց պատասխանատվության հարցը, այդ թվում նաև ձեր տիկնայք եւ պարոնայք։ Մենք ցավով չենք տանում, որ դուք գործը փակում եք, մենք ցավով տանում ենք այն, որ դուք առեք համարում եվրոպական դատարանում տեղի ունեցող process-ները, եւ դուք չեք հարգում Հայաստանի Հանրապետության օրենքները, բայց մենք չենք էլ զարմանում, որովհետեւ դուք երբեք աչքի չեք ընկել հարգանքով քաղաքացու կամ օրենքի նկատմամբ։ Դա ձեր աշխատանքի մասը չի կազմել։ Այնպես որ մենք քիչ հետո Տիկին Իրինայի հետ մեր պատասխանը քննիչի սահմանած ժամկետի մեջ կներկայացնենք ձեզ էլեկտրոնային փոստով եւ հավատում ենք, որ երբ պատասխան կտան Արթուրին 2010 թվականի դեկտեմբերի սպանությունը կազմակերպողները, պատասխան կտակ նաև դուք այս գործը չքննելու համար, պատասխան կտակ նաև դուք խաբելու համար, պատասխան կտակ, որ դուք ստախոս եք եղել, երբ Տիկին Վարդապետյանն ասում էր, որ Արթուր Ղազարյանի գործի պաշտոնական վարկածը չի համապատասխանում իրականությանը։ Տիկին Վարդապետյան, դուք պարոն Փաշինյանին եք ասում, մեր ներկայությամբ։ Երբ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ասում էր, որ իր հսկողության տակ է գտնվում այս գործը, պարոն Պողոսյան, 8 ամիս քննիչը գործադրությունից հետո ոչինչ չի արել։ Այդպես էիք հսկում, այդպես էիք պարգևավճար ստանում եւ տալիս։ Երբ Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազին գրված մեր միջնորդության ժամանակ մեզ ընդունում էր պարոն Էլիզբարյանը, ժամանակ խնդրում մեր միջնորդությանը պատասխանելու, երբ մեր իր աշխատասենյակից դուրս գալուց հետո մերժում է ուղարկում հետին ամսաթվով, այդպես եք խափում մեզ։ Այնպես որ մենք շարունակելու ենք պայքարել, Տիկին Ղազարյանը
եւ Արթուրի հարազատներն ու բարեկամները, ինչպես նաեւ այսօրինակ այլ գործերով ծնողները, բազմաթիվ նախագահեր ու վարչապետեր են փոխել, բազմաթիվ դատախազներն ու քննչական կոմիտեի նախագահներ են եկել եւ գնացել, շատերը անհետագից, դուք էլ եք գնալու, բայց այս խնդիրը լուծում ստանալու է։ Այնպես որ մենք կներկայացնենք մեր դիրքորոշումը եւ նաեւ ասեմ, որ կարող եք չպատասխանել։ Մեզ ձեր գրավոր պատասխանները բոլորովին չեն հետաքրքրում։ Եվ հարգելի քննիչ, շնորհակալություն, որ դուք մեզ նկատմամբ շատ մեծահոգի եք եւ 9 հատոր նյութերին ծանոթանալու համար գտաք, որ ողջամիտ էր 2.5 օրը։ Մենք նույնիսկ դրա դեմ ասելիք չունենք։ Այս պահին այսքանը կասեմ, տիկին Իրինան հավանաբար կլրացնի